Այս պահին քվեարկության եկել Արտեմ Թումանյանը, որը հայտնի դարձավ իր բարոյցս։ Մենք ձեզ ֆայտոնով ենք սպասում ճիշտն ասած, բայց Լիսյանով եկաք չինական։ Ֆայտոնը շատ գեղեցիկ է ու ավելի տրամաբանական, բայց այսօր այդ օրը չէր, որ ֆայտոնով որոշեցիք չինական տեխնոլոգիաներ։ Լսում եմ ձեզ։ Դուք կոալիցիա կազմելու եք որևէ ուժի, այդ մասնավորապես ասում են, որ ԿՊ-ի հետ եք գնալու համագործակցություն։ Ով է ասում այդպես բան, եթե ես նման հայտարարություն չեմ արել։ Հակառակ, ես ասել եմ ոչ մեկին, մենք քվե չենք տալու։ Քանի որ նախկինում ԿՊԱ-ական է եղել։ ԿՊԱ-ական ես երբեք չեմ եղել։ Նու համակրել եք Հեղափոխական։ Հեղափոխական, բայց ԿՊ-ի հետ։ Ազգի 90%-ն է եղել հեղափոխական։ Դա լավ էր թե վատ։ Դե այն ժամանակ բոլորս հասկացել ենք, որ լավ էր։ Փոշմանել եք։ Բայց այն, որ ինչ որ պետք է տեղի ունենար, տեղի չունեցավ, բնականաբար Բայց քանի տոկոս ձայն կհավաքեք։ առաջ Աստված ժողովուրդն է դա ասելու, ես չեմ կարող։ Իդեպ Աստծո անունը տվեցիք, հիշեցի։ Ինձ ասացին, որ դուք իդեպ Սփյուռքում ինչ որ կապեր ունեք եւ այդտեղ նաեւ որոշակի աղանդավորական շրջանակների հետ եք շփվում։ Նա Քրիստինե Հալաջյանին դուք եք այստեղ հրավիրել Գյումրի, ճիշտ է։ Ոչ, Քրիստինե Հալաջյանը ինքն է եկել Գյումրի։ Դուք դիմավորել եք։ Ոչ, ինչպես բոլոր Հայաստանի քաղաքացիներ իրավունք ունեն կան Գյումրի։ Դուք չեք շփվել նրա հետ։ Ես բոլորի հետ եմ շփվել։ Կյանքի խոսք աղանդի հետ ինչ որ կապ ունեք, պարոն Թումանյան։ Հակապես աղանդավոր չեմ, ես ունեմ մեր եկեղեցին, քրիստոնյա եմ, ինչպես մեծամասնություն։ Ասում են, որ դուք ասում եք, որ Սփյուռքում կապեր ունեք, շրջապատ ծանոթությունն եք, ովքեր են նրանք այդ դեպքում։ Ծառատեսակ մարդիկ։ Սկսած պաշտոնյաներից, վերջացրած հասարակ քաղաքացիներից։ Այդ կրոնական կազմակերպությունները, աղանդավորական կազմակերպությունները Ունենք ոչ մեկի։ չեն աջակցում ձեզ։ Ոչ, ես չեմ էլ ճանաչում նման կազմակերպություններ։ Իսկ Քրիստինե Հալաջյանին ո՞նց եք վերաբերում, որ այստեղ շփվել եք, իրեն դիմավորել եք ինչ-որ բաներից։ Ուղղակի որպես հայ մարդ։ Ինչպես բոլորը։ Բա ինչի՞ որ հենց դուք նրան դիմավորեցիք, շփվեցիք նրա հետ։ Ես չեմ դիմավորել նրան։ Մյուս տեխնատուները նրա հետ շփվեին։ Հարգելիս, դուք հիմա 5 տարի առաջվա բան եք խոսում, ինչ կապ ունի այսօրվա հետ։ Մարդիկ նաև կարող է դրանով կողմնորոշ։ Ընտրություն կատարենք երևի այսպես ակնկալիքներ ունեք առանց։ Ակնկալիքները ունեն, որ ժողովուրդը այս անգամ ճիշտ դիրքորոշում է ունենալու, որտեվ այս ընտրությունը Գյումրի քաղաքի փրկության հարցն է։ Այն որ ես ասում եմ հրաբուխ, դա պատահական չեմ ասում, այո, եթե այսօր այլընտրանքային տեխնազու չեղավ Գյումրիում, հաստատ խնդրեմ ունենալու է քաղաքը։ Այսինքն, եթե դուք չընտրվեք, հրաբուխ է լինելու Գյումրիում։ Եթե ես միակ այլընտրանքային տեխնազուն եմ, դրա համար ասում եմ։ Իսկ դեպքում ես եմ այլընտրանքային տեխնազու։ Իսկ փրկություն ասելով ի՞նչ նկատի ունեք Գյումրին ինչ է սպասում, ապոկալիպսիս է լինելու, հանձնելու են Գյումրին, ինչպես Արցախը։ Շատ վատ։ Ինչ օրինակ։ Այսինքն Գյումրից կարող է նոր հեղաշրջում, հեղափոխություն տեղի ունենալ։ Այսինքն իշխանություններին տապալելը դուք վատ բան եք համարում։ Եթե օրինակ Հարցը իշխանությունները չէ, հարցը այն ընդվզումը, որ կարա տեղի ունենա Գյումրիում, նույնիսկ ասենք քաղաքացին է, քաղաքացու դեմ դուրս գա։ Իսկ մենք ներքին բախումներ եք։ Ներքին բախումներ, իսկ մենք փոքր քաղաք ենք, մեկից մյուսից ճանաչում ենք, մեր հարից չէ, մեզ հարից չէ դա ամեն ինչը։ Եվ վերջապես սխալ ընտրությունը բերելու է նորից Գյումրու ճգնաժամին։ Իսկ այդ սխալ ընտրությունը այսինքն միայն ձեր ընտրվելու դեպքում է այդ ամեն ինչը բացառում։ Ընտրանքային տեխնազուն ես եմ, ով առաջադրվել է այն կուսակցությունը, որով առաջադրվել է եւ մեծ քաղաքականություն է վերադարձել Կարեն Տեմիրջյանը։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Թումանյան, հիմա եթե օրինակ դուք անցողիկ շեմը հաղթարեք, բայց 50+1 չլինեք, ում հետ կոալիցիա կկազմեք, ո՞նց եք պատասխանում, հիմա այդ խոսակցությունը։ Հիմա այդ ետեներով առաջնորդվենք։ Ժողովուրդն, ոչ, ժողովուրդը։ Կանխատեսում դուք կարող եք անել, ես չէ։ Ես առաջի անգամ եմ կյանքում ընտրության մասնակցում, կարամ ուրիշների մասին ասենք ինչ-որ ձեր ասած կանխատեսումներն անել, բայց ոչ իմ պարագայում։ Իսկ նաև հետաքրքիր է թե ձեզ ֆինանսական ռեսուրս որտեղից գիտենք, որ որոշակի բիզնես գործունեություն եք ծավալում, օրինակ Քոբուլեթիում ասում են ժամանակին դեռ չգիտեն Քոբուլեթի տեղը դուք բունգալոներ ունեք, վարձով եք տալիս, հա։ Այդ ձեր ֆինանսական այս ծախսերը Ղեկացված ամեն ինչից, բայց մի քիչ խեղաթյուրված։ Ինչքան դե ճիշտ է դուք ասում։ Հարգելիս, ուրեմն 15 տարի շարունակ իրականացրել եմ ծրագրեր, այդ Քոբուլետին, որ դուք նշում եք, հազարավոր մարդիկ, 8000-ից ավել զոհվածների ընտանիքներ, անվճար տրամադրվել է ուղեգիր, նվեր գնացել են հանգստացել։ Հիմա ցույց տվեք մի տեխնազուի կամ մի քաղաքական գործի, ով նման բան է արել։ Տիգրան Կարապետիչն էր անում ողորմի իրեն։ Դե հիմա։ Իդեպ դուք նաև սերիալներում եք նկարվում, այդ ձեր ռոլիկները շատ սկսեց տարածել։ Երգին ցույց եմ տալիս, մեր որտեղ նաև պատգամավորի տեխնացու եք։ Այդ երազանքը որոշեցիք կոմպենսացնել իրականացնել։ Մնայել եք հենց այդ ժամանակ, հենց այդ պահն էր հարիր, որ ներկայացնում ենք այդ Պորչ տեսակը, պատգամավորական պորչ տեսակը, որոնք դուք այդ պորչն եք, պորչ կերպարն եք ներկայացնում ենք, որ այդ ժամանակներում այդպես են եղել։ Բայց դուք այդ պորչի կերպարի մեջ եք։ Միգուցե այդպես ենք ցույց տալիս, որպեսզի ժողովուրդը Հիմա այդպես չեք, հիմա ոչ, ես ժողովուրդ սիրող, ազգ սիրող, քաղաք սիրող
նվիրված քաղաքին, ժողովրդին այդպիսի մարդ։ Մի Ինչպես ճանաչում եք։ գործընկեր։ Բոլոր հարցեր դուք եք տալիս, ասեք։ Մանյան մեկ էլ շատ էսպես Տարածվեց։ տարածվում է ձեր դիմելաձևը մեծահասակների որ ազիժ Հա, ես սիրում եմ այդ բառը, որտեղ մեծահասակներն ինչպես ասում են, չէ, ինչքան մեծանում են, այնքան էլ փոքրանում են։ Ես այդպես եմ սիրում իրանք էլ ծանոթ են, ձեր համար է դա, այսպես անակնկալ, բայց իրանք միշտ են լսել ինձանից։ Իդեպ 15 տարի շարունակ։ Այն տատիկը ինչ եղավ։ Մի հատ նկար էր տարածվել, մենք նախապատմություն չգիտենք, որ ձեր ձեռքը դրել եք վերականգնացում։ Ախր դա տեսանյութ է, դա դուք վերցրել եք նկար եք նայում։ Այդ կինը հաշմանդամ վիճակում պարգած է եւ իր քայլողական խնդիր ունե եւ ես իրան խոստացա որ մի փոքր ինքը ուժ հավաքի որ տա կարողանամ տանեմ իր աչքերը վիրահատել տամ ասենք իմ ընտանիքի կողմից որպես հարգանքի նշան։ Բայց ոչ քվեարկության։ Իհարկե ինքը չի կարող մասնակցել ինչի մասին է խոսքը։ Հարգելիս դուք այսօր մի բան եք տեսնում ասում եմ 15 տարի շարունակ ես արել եմ բարեգործական ծրագրեր չունենալով ոչ մի պաշտոն ոչ մի ասենք Այ դա էլ է ուզում հարցնել ձեր այդ ֆայտոնով հայտնի տեսանյութի մեջ ասում է որ մարդ գյումրեցի եք որը տասնյակ բարի գործեր արել Գյումրու համար ճիշտ եմ հիշում այդ տասնյակից առաջին 1-2 տասնյակը կհիշեցնեք դուք կարող եք համացանցը մտնեք ոչ մի բան ջնջված չի ամեն ինչ այնտեղ կա սա կարող եք գոնե հիշեցրեք որ նա ասեցի նոր ասի 8000 ազատամարտիկ եւ զոհված ընտանիք քիչ է դա ինչ եք արել ուղարկել եմ անվճար սևծով հանգստանալու 15 տարի շարունակ Էդիկ 1 հիմա տասնյակից առաջի տասնյակից այդ 1 ստեղծել եմ իմ մրցանակապ աշխություն համահայկական ոսկեմուշուրբա մեր գյումրեցիների լավագույն մարդկանց ովքեր նպաստ ունեն այս քաղաքի համար արած իրանց մեծարել ենք տվել ենք այդ տիտղոսը որովհետեւ իրանք շոյված ու շնորհակալ զգան իրանց կատարած աշխատանքի համար մտեք քվեարկեք շատ բարի շնորհակալություն Այ անուշ Բայ Ձեր հարցերը շատ հատուկ ուղղված ում կողմից Ես հասկանում եմ, ում կողմից չեմ արտահայտում։ ասեք մենք էլ իմանանք էլ եթե ուղղորդելա գնանք ասենք նորմալ ուղղորդի չէ չգիտեմ որտեղ է իմանալ Տիպի հարցեր ուրիշ մարդու չէ։ լավ դուք չեք հետևում խնդրում եմ հետևեք մեդիահաբի լայվին կտեսնեք ում ինչ հարց ենք տալիս բոլորին ուղղորդած հարց ենք տալիս բայց չգիտենք ումից Здравствуйте. Մեդիահաբի հարգելի հետևորդներ հիմա քվեարկում է ամենա
շփվենք նրա հետ։ Ինչեք օրմեկա խոստում կներեք։ Ինչ։ Չէ, չկարելի, դուք երեգությունը կատարեք։ Չէ, ասեք ես ձեզ կպատասխանեմ։ Դիմացը տեղ կա։ Հետաքրքրում եք ձեր ավելի։ Մենք մեր պարտի կատարեցինք։ Դե դուք ծրագրի մեջ եք։ Որ հնարավոր է դուք եք ծրագրի մեջ մնացած։ Ծրագրի եք դերում եք ձեր կողմի հետ միասին։ Պարոն Թումանյան, մի կարճ արդեն քաղաքական մասով էլ մի երկու հարց ու ամփոփենք։ Ձեր բանավեճը ինչպես է գնահատում ՀՄԵԿ-ի եւ ինչ է կարծում եք բանավեճի։ Կատաստրոֆիկ եմ գնահատում բանավեճը, որտեղ այդտեղ բանավեճ չէ, այդտեղ բանակռիվ էր, չգիտեմ ինչ էր այդտեղ։ Ընդհանուր ես մշտապես ասել եմ, չէ՞ որ տեխնազուները մեկը մյուսին ծվերեժ են լուծում, մեկը մյուսին չեն քննադատում, ավելի շատ այսպես հարցակում է տեղի ունենում բոլորի մոտ։ Մեծ մասամբ հասկացանք մի բան, որ այդտեղ միշտ եմ ասել, որ շատ դեպքերում 80% այդտեղ չեն եկել քաղաքապետ դառնալու կամ քաղաքը վերականգնելու։ Ինչի համար են եկել։ Դե ասեցի, մեկը մյուսին ցեն տալու, վերջում մանդատային առևտուր անելու, դուք ագարատեսը կլինեք, այնպեսի Ձեր դիրքորոշումը ինչպիսին է լինելու այդ եթե առևտուր սկսվի անել։ Մենք ոչ մեկի հետ չեմ համագործակցում, որտեղ մենք 18 թվականին արդեն մենք մեր ասել ենք, մերժել ենք մենք նախկիններին, ներկաներն էլ ինչ որ պետք է անեն, ինչ արեց։ Ներկաներն էլ եք մերժում։ Բոլորին։ Իդեպ Սարիկ Մինասյանին շատ քննադատեցին Արցախի հետ կապված իր հայտարարությունների համար, որ ասաց, որ մենք չենք կռվել, դրա համար ենք Արցախ հանձնել։ Ուրեմն Սարիկ Մինասյանը ինքը չի կռվել, բայց կռվողները կռվել են, կռվողների մեջ նաև ես եմ եղել, ու այսօր պատասխանն ու 44-ային մասնակցել։ այո, պատասխանն ու ապացույցը հենց մեր պանթեոնն է, Եռապլունն է եւ գյուղերում ու քաղաքներում երագույնի ծածանվող դրոշներն է, որից արցունք է կա։ Դուք էլ եք քննադատում այսքան այդ հայտարարությունը։ Այո, իհարկե։ Իսկ ձեր Եթե չկռվեին այսքան զոհերը մենք որտեղից ենք։ հետեւաբար Արցախով հանձնեց ըստ։ Ես այդ հարցին պատասխան չեմ կարող տալ, որովհետև ես ոչ վարչապետ եմ, ոչ արտգործնախարար եմ, ժամանակը կգա կպարզի։ Այս կռվել եք, տեսել եք ընդդեմ։ Իհարկե, զինվորը կռվել է, բա ոնց չի կռվել։ Մեր 18 տարեկան զինվորը հրաշք, մեր հրաշք զինվորները իհարկե կռվել են։ Հիմա դուք 50 պլյուս կհավաքեք։ Աստված գիտի։ Մենք իհարկե բոլորս գիտենք ժողովուրդն է քվեարկելու, հարազատ է։ Մինասյանը վստահ է, որ ինքն է հաղթելու։ Այսօր քիչ առաջ մեծ զրույցում ասեց ինձ կգաք շնորհավորեք հաղթանակի։ Կտեսնենք, կապրենք, կտեսնենք։ Լավ, շնորհակալ ենք ձեզ։